FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է։ Հիմնական ու կարևոր երկու խնդիր ենք փորձում լուծել on-line տիրույթում։ Առաջինը տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը իրականում շատ կարևոր է, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով նաև իր տեսակով մոտիվացնող է։ Գիտեք, կան ուղղություններ, որոնց մենք հաճախ ենք անդրադառնում, որովհետև երբ մենք խոսում ենք մեծ ծրագրերի, հետաքրքիր երազանքների մասին, միշտ կա մի երկրորդ ու շատ կարևոր կողմ, որպեսզի կինը կարողանա իրականում մեծ երազանքներ ունենալ, իր մասնագիտական դաշտում նաև լուրջ հաղթանակներ գրանցել, պիտի վստահ լինի, որ իր երեխան շատ ապահով ձեռքերում է։ Սա մեկ, եւ երկրորդը այն միջավայրում, որտեղ գտնվում են մեր երեխաները նախադպրոցական տարիքում, այս միջավայրը իրենց ողջ կյանքի վրա մեծ ազդեցություն է թողնում։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի իրենք շրջապատված լինեն մարդկանցով, ովքեր իրենց համար անհնարինը հնարավոր դարձնելու այդ լուրջ հենքը կստեղծեն։ Ինչու՞։ Որովհետև կյանքում դժվարություններ միշտ լինում են։ Որևէ մեկս չի կարող ապահովագրել իր երեխային, ասել, որ քո կյանքում որևէ դժվարություն չի լինի, բայց հենց նախադպրոցական հիմնարկում եւ հենց հետաքրքիր էս միջավայրն է ձևավորում մարդուն, որը կարող է դժվարությունները տեսնել, դժվարություններին դեմքով նայել ու հաղթահարել, կարողանալ որոշումներ կայացնել, կարողանալ ինչ որ կարևոր պահի հիմնական ու կարևոր մի քայլ անել։ Ինձ համար հատկապես հաճելի է լինում, երբ մենք հնարավորություն ենք ունենում օվկիանոսից այն կողմ զրուցել մարդկանց հետ, զրուցել կանանց հետ, ովքեր կարողացել են իրականում ծրագրեր կազմել, դժվարությունները հաղթահարել ու հասնել հաղթանակների, փոքր հաղթանակների, որոնք կարող են իսկապես մեծ ճանապարհի սկիզբ լինել։ Այսօր իրականում շատ հետաքրքիր, շատ տարբերվող կնոջ հետ առիթ ունենք զրուցելու։ Ինչու գիտեք, ճանապարհը, որով գնում ես, կարող է լինել այսպես գծված, մի օրինակ եւ այլն, բայց կարող ես դու ճանապարհի ընթացքում հասկանալ, որ սա քոնը չէ, միանգամից շրջադարձ անել եւ ընտրել մի ոլորտ, որտեղ դու կարող ես հրաշքներ գործել։ Այսպիսի հետաքրքիր, տարբերվող եւ շատ դրական ու կենսուրախ կնոջ հետ առիթ ունենք խոսելու։ Սիրով այս պահին Elroom-ում ուզում եմ նաեւ ձեր անունից ողջունել Lily School House-ի հիմնադիր տնօրեն Լիանա Թարվերդյանին։ Լիանա, շատ ուրախ եմ, շատ հաճելի էր ինձ ծանոթանալ ձեզ հետ։ Ինձ նույնպես, Լիլիթ ջան։ Լիանա, նախնական փոքրիկ մեր զրույցի ժամանակ դուք այսպես ժպտերես, ուրախ, կես-ուրախ, եւ ես գիտեմ, որ ձեզ հարազատ մարդիկ հենց այդպես բնորոշում են։ Դուք առհասարակ բոլոր ժամանակներում իրականում տարբերվել եք, տարբեր իրավիճակներում միշտ այդ ուրախությունը տարածելու կարողությամբ։ Այդպես ասում են եւ այո, հիմնականում փորձում եմ միշտ ուրախ լինել եւ անգամ եթե լինում են դժվարություններ կամ ինչ-որ դժվար պահեր, ես փորձում եմ ավելի դրական ձևով այդ ամենը անցկացնեմ եւ կարելի, ինչպես ասում են ընկերներս, բոլորը ստացվում է։ Այո, ստացվում է։ Իրականում շատ կարևոր է, սա ասում եմ բոլոր կարևոր ձեռնարկների հիմքն է։ Ձեր թույլտվությամբ Լիանա, ուզում եմ սկզբից սկսենք։ Դուք այստեղ նաև Երգի պետական թատրոնում դերասանի վարպետության դասեր եք անցել, ընդունվել եք կոնսերվատորիա եւ այդ գեները ինչ որ առումով երաժշտական բեմի հետ կապված փաստորեն եկել են, շարունակություն է։ Եվ հայրիկիս կողմը, հորական տատիկս, մայրիկիս կողմը, մայրիկս նաև հայրիկս նվագել է, մայրիկս նվագում է եւ երգում է, մայրիկիս մորեղբայրը շատ հայտնի երգիչ է եղել Գյումրիում։ Այո։ Եվ երևի դա էր, որ այսպես գեներով ես հենց փոքրուց երազում էի, որ պետքա երգչուհի դառնամ, եւ քայլերս ինձ տարավ դեպի Երգի պետական թատրոն, այնուհետև դերասանի վարպետության դասեր անցա, հետո որոշեցի, որ պետքա ընդունվեմ կոնսերվատորիա։ Ցավոք չդարձա երգչուհի, կյանքը ինձ ուրիշ ճանապարհով տարավ, որի համար շատ շնորհակալ եմ եւ ուրախ եմ,
Հիմա էլի ուրախ եմ, երբ որ ուզում եմ երգում եմ։ Այստեղ նաև այդ տարիներին փառատոնների եք մասնակցել, կռունկ փառատոնին, նաև հաղորդումներում ներկայացրել են ժամանակվա երաժշտական հաղորդումները, Rubicon Plus եւ այլն, եւ բայց արվեստի այս ասպարեզում աշխատել եք, Տարոն գեղագիտական կենտրոնում եք աշխատել։ Այո։ Ահա։ Եվ հետո փաստորեն որոշում ունեցաք մեկնել Միացյալ Նահանգներ, Լիաննա։ Ճիշտն ասած, անսպասելի էր, ես green card շահեցի եւ դժվարությամբ, որովհետեւ չէի պատկերացնում Հայաստանից դուրս ընդամենը 25 տարեկան, բայց այո, ես եկա Միացյալ Նահանգներ եւ արդեն 15 տարի է բնակվում եմ այստեղ։ Սկզբում չեք մտածել, հա, մանկավարժական, բայց ձեր մայրիկի մասին մենք խոսեցինք, գեներով շատ բան եք ժառանգել, Լիաննա։ Այո, մայրիկս մանկավարժ է, 35 տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատել է եւ մանկապարտեզում եւ դպրոցում եւ հիմա ուրախություն ինձ մայրիկս այստեղ է եւ մենք միասին ենք աշխատում։ Այո, հրաշալի է, սա մեծ առավելություն է, որովհետև այն մանկապարտեզում, այսինքն այդքան փորձով, այսքան սերունդները, որոնք որ շատ լավ հիշում են, ապացուցում եմ, որ իրականում շատ կարևոր է, երբ իսկապես պրոֆեսիոնալ ու դրական մասնագետի ձեռքի տակ է։ Մենք կխոսենք Lily School House-ի մասին, որի հիմնադրի Լիաննա Թարվերդյանի հետ ենք զրուցում, նաև ծրագրի հետ կապված սիրելի հետևորդներ, բայց մենք դուք գիտեք, որ ամեն ինչ գալիս է մարդուց, այդ պատճառով ճանապարհից ենք սկսում։ Բայց ամենասկզբում այդ ծրագիրը չեք ունեցել նախադպրոցական ընդհանրապես այս մասնագետը դառնալու։ Ոչ, ճիշտն ասած, ես լրիվ ուրիշ մասնագիտության հետքերով գնացի, ուզում էի դառնալ վարսահարդար եւ սովորեցի, քննությունս հանձնեցի, ստացա դիպլոմս, բայց երբ որ եկավ արդեն աշխատանքի պահը, որ պետք է արդեն դիմեմ աշխատանքի, չգիտեմ, մի բան ինձ խանգարում էր, որովհետև ես հասկացա, որ ես այդքան չեմ սիրում այդ մասնագիտությունը, հրաժարվեցի եւ որոշեցի, որ պետքա սովորեմ այն մասնագիտությունը եւ աշխատեմ, որը որ ես սիրում եմ, մանկավարժությունը, որովհետև միշտ սիրել եմ երեխաների հետ, մեր հարևանի բալիկներն են միշտ եկել մեր տուն, բոլորին զբաղացնում էի։ Ես գիտեմ, որ երեխաները ձեզ հետ շատ սիրում են ժամանակ անցկացնել։ Եվ նաև աշխատել եք 4 տարվա աշխատանքային փորձ ունեք, հայտնի Ալեքս Փիլիպոս հայկական մանկապարտեզում։ Սա երևի ինչ-որ առումով իսկապես մի քիչ ավելի մեծ հնարավորություններ, չէ՞, տվեց նաև ձեզ։ Այո, ինձ համար շատ լավ հիմք էր Ալեքս Փիլիպոսը, որովհետև Հայաստանում եւ այստեղ մի քիչ տարբեր են ծրագրերը, մոտեցումները, ամեն ինչը։ Եվ ինձ համար շատ, երբ որ ես իմ արդեն ունեցա, իմ համար ավելի հեշտ էր աշխատելը։ Այո։ Եվ ինչպես այդ որոշումը կայացրեցիք, այսպես դուք չեք սիրում դժվարությունների մասին խոսել, Լիաննա, առհասարակ, սա շատ լավ է, բայց հասկանալի է, որ այս ճանապարհը դուք նշեցիք շատ երիտասարդ մեկնել, բնականաբար դժվարություններ շատ են եղել, հաղթահարելով, հետաքրքիր բան եք ասում, որ այս դժվարությունները ձեզ ավելի ուժեղ են դարձրել։ Այո, ես իրոք շատ դժվար ճանապարհ եմ անցել, ինձ համար էր դժվար, ես սովոր չէի շատ բաների, բայց իրոք այդ դժվարությունն էր, որ ես ավելի ուժեղ դարձա եւ հիշում եմ մի օր շատ տխուր էի ու ընկերներս բոլորը իմ կողքին էին ու ասեցի, որ ես իմ 35-ամյակին պետք է ունենամ իմ բիզնեսը։ Ճիշտն ասած, ես ուղղակի ասեցի, բայց ես չէի պատկերացնում, որ ես կարող եմ ունենալ եւ ծննդյանս օրը ընկերուհիս Ռուզաննան զանգեց շնորհավորելու եւ ասեց. Լիան, հիշում ես ինչ էիր ասում 10 տարի առաջ։ Ասեցի, չէ, չեմ հիշում։ Եվ ասեցի, հիշում ես, դու ասեցիր, որ ես իմ 35-ամյակին պետք է ունենամ իմ պարտեզը։ Ես հիշեցի, այո, եւ շնորհակալ եմ Աստծուն, որ ես ուժ ունեցա, ավելի հզորացա եւ այդ դժվարությունները մի կողմ թողնելով ստեղծեցի իմ սիրած աշխատանքը։ Այո, սիրած աշխատանքը, որտեղ որ երեխաները երջանիկ են, որտեղ որ Լիաննան կարողանում է իրես անսպառ էներգիան այսպես տարածել ու երեխաները հնարավորություն են ունենում իրականում վայելել։ Lily School House-ը փաստորեն 2019 թվականին արդեն բացել է հոկտեմբերին, այո, բացվեց իմ
այսպես սպասված Lily School House-ը եւ ամեն տարի մենք նշում ենք մեր պարտեզի տարեդարձը շատ մեծ շուկով, որը նշվեց այս տարի մեր 5-ամյակներ պարտեզի եւ հրավիրված էին բոլոր ավարտող երեխաները, ծնողները, շատ լավ ժամանակ ունեցանք։ Լիանա, միշտ սիրում եք դուք ասենք փոքր բաներից մեծ տոներ դարձնել ամեն օրը։ Այո, ես սիրում եմ ուրախություն, սիրում եմ, որ թեկուզ մի փոքր բանը ուրախությամբ նշես, մեծ շուկով նշես եւ որպեսզի արդեն դժվար է կյանքը, կապ չունի որտեղ ես, բայց փորձում եմ այնպես անել, որ ես եւ դիմացինս ուրախ լինի, հատկապես երեխաները, մանավանդ որ աշխատում ենք երեխաների հետ, պետք է այնպես անես, որ իրենք լիաթոք ուրախ մանկություն ունենան։ Այո, բայց սա բնավորությունից է, չէ՞, եթե դուք այդպիսի մարդ չլինեիք, ինչքան էլ մանկավարժի որակավորում ունենայիք այդ բոլոր գիտելիքները, բայց չէր լինի, չէ՞, ինչպես կարելի է ամեն ինչը տոնի վերածել, ինչպես է դա հնարավոր, եթե քո ներսում չկա։ Ես լիովին համաձայն եմ, որ լավ է, երբ որ ունես մանկավարժական կրթություն, շատ լավ է, բայց կներեք, որ ասում եմ, կարող է շատերը նեղանան, բայց ոչ բոլոր ավարտողներն են կարողանում մանկավարժ լինել։ Եվ ինչպես ասում էր իմ դասախոսը դոկտոր Կարպիսը, մանկավարժ ծնվում են, մանկավարժ չեն դառնում։ Եվ դա պետքա քո մեջից լինի, հոգուց լինի։ 0-ից 13 տարեկան երեխաների համար է, հա, նախատեսված Lily School House, 0-ից 13 տարեկանն է։ Եվ գիտեմ, որ ընդլայնման ծրագիր կա, այսինքն after school-ը դեռ առջևում է։ Այո, ուզում ենք երկրորդ մասնաճյուղը հույսով եմ, որ մինչև տարվա վերջ կբացվի եւ փոքրերը կլինեն մի խմբում, արդեն դպրոցից հետո եկողները after school ծրագիրը կգործի առանձին։ Այս պահին որ տարիքային խումբն է ավելի շատ։ Այս տարի կարծես ինձ մոտ մսուր մանկապարտեզ է։ Հիմնականում փոքրիկներ են, 2-ից 3 տարեկաններ։ Ես այս ընթացքում չէի աշխատել փոքրերի հետ։ Այս տարի հիմնականում փոքրեր են եւ 2-3 հոգի ունենք, որ ավելի մեծ են, 4-5 տարեկան։ Մեծերի հետ ուրիշ է աշխատանքը, փոքրերի հետ մի ուրիշ աշխարհ է։ Իր դժվարություններն ունի փոքրերի հետ եւ շատ հաճելի է նաեւ իրենց հետ աշխատելը։ Այնքան հաճելի է, երբ որ ես առավոտյան բոլորին ասում եմ, որ բոլորս շարվում ենք կապույտ գծիկին, գորգի մի հատվածը կապույտ է եւ բոլորը գիտեն այդտեղ պիտի շարք կանգնեն։ Արդեն երբ որ ես իրենց ասում եմ ձեռքերը կողք կողքի, ոտքերը կողք կողքի, իմ համար մեծ երջանկություն է, երբ որ տեսնում եմ դեռ չխոսող երեխան, որ 1.5 տարեկան է կամ 2 տարեկան է, ամեն ինչը թողնում է, վազելով գալիս է ձեռքերը պահում է այսպես եւ պատրաստվում է աղոթքի։ Ինքը չգիտի աղոթք ասել, բայց նա գիտի, որ արդեն աղոթքի ժամն է, դա իմ համար մեծ երջանկություն է։ Գիտեմ, որ ծրագիրը դուք այսպես ավելի մի քիչ ադապտացրել եք, որպեսզի ավելի հանգիստ հնարավոր լինի երեխաներին մատուցել։ Հիմնականում մեծ պարտեզները աշխատում են 9 ամիս, 9-10 ամիս, բայց քանի որ մերը daycare է, մենք աշխատում ենք 12 ամիս։ Բացենք, միայն փակենք տոնորերին, ես այդ ծրագիրը մի քիչ ընդլայնեցի, բաժանեցի 12 ամիսների եւ երեխաների համար է ավելի հեշտ, որոնք կարողանում են ավելի լավ սովորել այնինչ տալիս են եւ որպեսզի միշտ զբաղված ենք լինում, արդեն ես ունեմ իմ ծրագիրը հստակ, ես գիտեմ, որ ամեն ամիս ինչ պիտի անցնենք, ըստ դասի թեմայի կատարվում են աշխատանքներ, նաեւ լինում են էքսկուրսիաներ, շատ ենք գնում ծնողներով, երեխաներով ու փորձում ենք դասը եւ խաղի միջոցով բացատրել եւ աշխատանքների միջոցով, այնպես ենք անում, որ երեխաները ավելի լավ հասկանան դասը։ Ես հասկացա, որ երաժշտական մասը, այսպես երգի եւ այդ մասը հատուկ ուշադրության կենտրոնում է նաեւ լավ։ Այո, միշտ ինչ որ անցնում ենք երգելով, պարելով, արդեն իրենք գիտեն, եթե ինչ որ մի միջոցառում է, Լիանան պետքա կամ կեղծամ դնելով գա, կամ պետքա ինչ որ զգեստափոխվեմ, միշտ բոլոր առիթներին ես իրենցից շատ եմ փորձում ուրախանալ եւ արդեն որ իրանք ինձ տեսնում են
ուրախ են։ Լիանա, նաև ծնողները երեխաների նշում են, որ երեխաները այստեղ կարծես ինչ-որ հմտություններ են սովորում բեմում իրենց պահելու։ Ես ասեմ, շատ պարտեզներ կան, որ երբ որ միջոցառում են անում, ծնողները ներկա չեն լինում, որովհետև միշտ ասում են, որ երեխաները երբ որ տեսնում են ծնողներին, սկսում են լացել, ճիշտն ասած միշտ սկսած օրվանից, երբ ես աշխատել եմ, թեկուզ փոքրիկ միջոցառում, անգամ քիչ երեխաներով, ես միշտ ծնողներին կանչել եմ։ Առաջինը, որ ծնողները տեսնեն իրենց երեխաներին, ծնող ու երեխա այդ շփումը լրիվ տարբեր է, քան ասենք նայում ես հեռուստատեսությամբ քո երեխային։ Եվ ճիշտն ասած իմ մոտ երբեք այդ խնդիրը չի եղել, կարող է ասենք 14-16 երեխայից ընդամենը մեկը, որը նորմալ է, բայց բոլորը որ բեմական կեցվածքով եւ այո, կարծես իրոք իրանք ամբողջ կյանքում եղել են բեմում, սովորել եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Սիրելի հետևորդներ, դուք հեռախոսահամարը հասցեն բարբերաբար տեսնում եք, այս պահին գործում է այս հասցեում, բայց մինչև տարվա վերջ երկրորդ նաև մասնաճյուղը կլինի, որը արդեն after school ավելի մեծ երեխաների համար։ Այստեղ երկու մեծ առավելություն կա։ Նախ շատ պրոֆեսիոնալ, երկար աշխատանքային փորձ ունեցող 35 տարվա մանկավարժը, որ աշխատել է եւ նախադպրոցական եւ դպրոցական երեխաների հետ, հիմա այստեղ աշխատում է նաև դասավանդում է, եւ բացի դրանից դուք պատկերացնում եք, որ երեխաները այստեղ այդ հավերժական այդ տոնի զգացողությունն ունենում են, որովհետև երաժշտական ու բեմական այդ միջավայրը դառնում է իրենց համար սովորական։ Ի վերջո երկար ճանապարհ է անցել Լիանա Թարվերդյանը երգի թատրոն, դերասանի վարպետության, այսինքն այս ամբողջ իր ավելի պատանեկության, մանկության տարիներին այս ամեն ինչը շատ մեծ հետք է թողնում։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Ծրագրից հայերեն, հա, ինչպես է, այսինքն ծրագիրը, ինչ են սովորում։ Հայերեն եւ անգլերեն, որովհետեւ երեխաները դպրոց պետք է գնան եւ փորձում ենք նաեւ անգլերեն լեզվով ամենը իրենց սովորեցնել, որպեսզի դժվարություններ չունենան։ Հայերեն դասերի մեծ մասը ապահովում է Միս Հասմիկը, ինքը շատ լավ երեխաներին կարողանում է այնպես բացատրել, որ շատ հեշտությամբ են սովորում եւ միշտ բոլոր Միս Հասմիկի դասերը վերջանում են խաղերով, խաղի միջոցով է սովորացնում իրենց դասը, որը եւ ուրախ է անցնում վարժություններով, երգելով, Միս Հասմիկը շատ է սիրում երգել, ինքն էլ է երգում, երգի միջոցով, բարի միջոցով, խաղերի միջոցով անցկացնում է այդ դասը։ Ունենք երգի դասեր, ունենք բարի դասեր, շաբաթական 1-2 օրով, որովհետեւ եւ երեխաներին պետք է առօրյայից մի քիչ կտրվել, 1 ժամ երգի դաս ունեն, 1 ժամ բարի դաս ունեն եւ դրա հետ մեկտեղ պատրաստում են, երբ որ հանդեսներ ունենք, երեխաները արդեն մի քանի ամիս առաջ պատրաստվում են եւ պար են բեմադրում եւ երգեր են սովորում։ Ծնողների հետ այսպես շատ հետաքրքիր առանձին հարաբերություններ ունեք, ձեզ շատ սիրում են, շատ ոչ միայն վստահում են, այլ շատ կապվում են ձեզ հետ։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ էքսկուրսիաներ են գնում նաև ծնողների հետ։ Սրանք երևի միջոց են այդպես այս ջերմ մթնոլորտը ստեղծելու նաև, հա Լիանա։ Այո, միշտ ես ինքս եմ կազմակերպում բոլոր այդ միջոցառումները, առիթները եւ միշտ ուզում եմ, որ ծնողները միմյանց հետ կապված լինեն եւ ես շատ ուրախ եմ, որ ունեմ անգամ ավարտած ծնողներ, մենք մինչեւ հիմա հանդիպում ենք եւ ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ իրենք դարձել են լավ ընկերներ, շատ մոտիկ ընկերուհիներ եւ միշտ ասում եմ, որ Միս Լիա, եթե դու չլինեիր, մենք իրար չէինք ճանաչի եւ այս ընկերությունը չէր ձևավորվի։ Ուսուցչուհի, գործի ժամին, բայց գործից դուրս մենք շատ լավ ընկերներ ենք բոլոր ծնողներիս հետ։ Բոլորին շատ սիրում եմ եւ իրենք էլ ինձ։ Վստահ եմ ասում։ Միևնույն ժամանակ տպավորություն է, որ եթե այսպես ընկերական միջավայրում ու երեխաներն էլ են ձեզ հետ շատ կապվում, Լիանա,
այս դեպքում հնարավոր դժվար է լինում այդ ռեժիմը ասվածը, հա, կարգապահությունը նաև ինչ որտեղ պահել, բայց ես գիտեմ, որ քնի ժամ, սնունդը եւ այլն այս բոլորը հատուկ ծրագրված շատ խիստ գրաֆիկով է։ Այո, խիստ գրաֆիկով, իրենք արդեն սովորել են, առավոտյան գալիս են ունեն ազատ խաղի ժամ, ազատ խաղի ժամից հետո պարտադիր մենք պետք է աղոթենք, աղոթքից հետո բոլորը արտասանում են հայ աշակերտի ուխտը, դրանից հետո նախաճաշ են անում, միշտ ունենք ամեն օր դասից հետո դրսում են խաղում, հետո գիտեն, որ պետք է արդեն լվացվեն, գան ներս, ուտեն իրենց ուտելիքը, նրանից հետո արդեն բոլորը պատրաստվում են քնելու, այո, իրենք ամենը գիտեն։ Հա, արդեն իրենց համար այո, կարիք չունենք որ ասելու, արդեն գիտեն, ուտելուց հետո պիտի քնեն, քնից հետո արթնանում են, պիտի նստեն նորից ուտելու, հետո խաղալու, արդեն հետո պատրաստվում են, որ պետքա տուն գնան, ամենը գիտեն, սովորել են։ Փոքրիկների հետ է մի քիչ դժվար է, իրենք էլ արդեն ընթացքում բոլորն է սովորում են։ Իսկ սնունդը ինչ որ հատուկ ուղղվածության, ես գիտեմ, որ առողջ ու տեղում պատրաստվող սնունդ է։ Այո, պատրաստում ենք մենք, ես կամ մայրիկս, եւ պատրաստվում է ամեն օր թարմ, եւ սիրով ենք պատրաստում, մեկ-մեկ իրենց հետ նախաճաշը ես եմ պատրաստում, միասին ենք անում, այո, ինչպես ընտանեկան։ Եվ այդ նույն ուտելիքը ոչ միայն պարտեզի երեխաներն են ուտում, ուտում ենք բոլորս մեր աշխատակազմով։ Այո, եւ նաեւ իմ բալիկները։ Նաեւ ձեր բալիկները, այո, մենք կխոսենք երկու հրաշքների մայրը, նաեւ Լիանա Թարվերդյանը։ Ինչ վերաբերում է այ պայմաններին, ես գիտեմ, որ առանձնանում է նաեւ Lily School House-ը, որ շատ հարմարեցված է, այսինքն նշեցիք դրսում խաղալու եւ այլն, հատուկ ուշադրություն եք դարձնում նաեւ ձևավորումներին, գույներն էլ են ձեր շատ հետաքրքիր։ Շնորհակալ եմ։ Այո, դրսում ունենք մեծ բակ, երեխաները ամեն մեկը իր խաղում ունի, սիրում են, խաղում են, ունենք ամեն ինչ, որը որ երեխաներին է հատկացված։ Ներսում այո, ձևավորում եմ ես եմ արել եւ ամեն առիթին նոր տարի է, զատիկ է, մեզ մոտ ամեն ինչը փոխվում է, վարակույրները, ձևավորումները, ամեն ինչը փոխվում են, որպեսզի երեխաներին հաճելի լինի եւ անընդհատ տարբերվող մի բան լինի։ Անգամ ամեն դասի ժամանակ մեզ մոտ փոխվում են խաղալիքները, որը ավելի հաճելի է իրենց համար եւ ես տեսնում եմ թե իրենք ինչպես են, երբ որ հետ են բերում մյուս խաղալիքները, տեսնում թե իրենք ինչպես են կարոտած սկսում խաղալ, որովհետեւ երբ որ միշտ իրենք տեսնեն նույնը, հավատացած եղեք, իրենք հաճույքով էլ չեն խաղում այդ խաղալիքները։ Այո, սովորական է։ Մեր պարտեզում բժշկի թեմա է, եւ ամենը ինչ որ կա բժշկական է եւ մոտ 1 շաբաթ իրենք խաղալու են միայն բժշկական խաղալիքներով։ Երեք մեզ մոտ բժշկի թեմա էր եւ ես կարող եմ ուղղակի իրենց բացատրել, բայց փորձեցի այնպես անեմ, որ երեխաների մոտ դուք չեք պատկերացնում այդ պահը, երբ որ ես ներս մտա վարակույրներից եւ իրենք ինձ տեսան բժշկական հագուստով, գլխարկով, ակնոցներով եւ բժշկական գործիքը կախված, հենց ուշադիր նայում են եւ ես իրենց հարց տվեցի, որ երեխաներ դուք սիրում եք teacher Լիաննային, թե doctor Լիաննային, բոլորը միաբերան ասացին, որ մենք սիրում ենք teacher Լիաննային, եւ ես որոշեցի, որ բժիշկ չեմ լինի, միայն 1 օրով։ Այո։ Մի քիչ իրենց հետ խաղացի, այո, եւ արդեն երեկվանից սկսված 1 շաբաթ իրենք կխաղան միայն բժշկական այդ խաղերով, մինչեւ կանցնենք արդեն ուրիշ թեմա, այո, եւ կգա արդեն այդ թեմային վերաբերվող խաղեր։ Դա շատ կարեւոր է երեխաների համար, եւ իրենք չեն հոգնում եւ հաճելի է ու կարոտում են հին խաղալիքներին, որ բերում են իրենք հաճույքով խաղում են։ Բացի դրանից ինչքան ինֆորմացիա է ընթացքում կարողանում են այդ ասպարեզի մասին։ Ամեն ինչը եւ նկարներով ենք ցույց տալի, եւ գրքեր ենք կարդում, եւ այսպես ցույց տալով երեխաները, այո, շատ բան են սովորում ու ոչ թե դա ես եմ ասում, դա իմ ծնողներն են, երբ որ ամեն անգամ շնորհակալություն են հայտնում, իսնյան շնորհակալ ենք, որ օրինակ երեխան աղոթք ասեց կամ աշակերտի ուխտ ասեց կամ ինչ որ մենք բառ ասեցինք ոչ հայերեն, ինքը ուղղում է, որ ոչ, դա այդպես չի։ Հայերեն այսպես է, ես իրոք շատ ուրախ եմ, որ այն ինչ որ տալիս եմ, երեխաները վերցնում են։ Այո։ Դե այնքան այսպես սիրով ջերմությամբ եք տալիս ու նաև ուրախ դենց գեղեցիկ փաթեթավորմամբ դրա համար էլ վերցնում են, այո։
Լիանա, ինչ վերաբերում է ձեզ, հա, այսքան էներգիան անընդհատ, այսպես տպավորություն է, որ իրականում շատ կենսուրախ, բայց մյուս կողմից բավական լարված աշխատանք է։ Ինչպես եք կարողանում հասցնել, այո, եւ ձեր երեխաները 9 եւ 11 տարեկան, Աստված պահի։ Շնորհակալ եմ բոլորին։ Ինչպես եք կարողանում հասցնել առօրյա գործերը, երեխաներով զբաղվելը։ Շատ-շատերն են իրականում այդ հարցը տալիս եւ այն մարդիկ, ովքեր արդեն շփվում են ինձ հետ, բայց մի բան ասեմ Լիլիթ ջան, այն ինչ որ անում ես, եթե սիրով ես անում, որը իրոք ես սիրով եմ անում, արդեն գիտեն։ Եթե ես ուտելիք եմ պատրաստում, ես երգելով, պարելով, ուրախությամբ եւ ես չեմ նկատում ինչպես եմ վերջացնում, նույնը երեխաների հետ, նույնը իմ երեխաների հետ, նույնը իմ ընտանիքում այն ինչ որ անում։ Եթե սիրով ես անում, ես կարծում եմ ամեն բան հասցնում ես եւ դրա բառապացույցը ես եմ, որ բոլորը գիտեն, ես միշտ եմ հասցնում, բայց էլի շնորհակալ եմ Աստծուն եւ միայն խնդրում եմ ինձ առողջություն, երբ որ երեխաներս փոքր էին, չունեին օգնական, որ ինչ-որ մեկը կպահի, եւ երբ որ ընկերներով պիտի հավաքվենք, մեկը ասում է, որ ես չեմ կարող, միշտ բոլորը ինձ են օրինակ բերում, որ Լիաննան ոչ մի բանից չի բացակայում, այո, ես դասավորել եմ, որ հանդիպեմ իրենց եւ օրս լավ անցկացնեմ, կարողացել եմ, դասավորել եմ։ Այսինքն եթե կինը ուզում է, նշանակում է ամեն ինչ կարող է։ Այո։ Կինը ամեն ինչ կարող է։ Շնորհակալ եմ շատ Լիաննա, ինձ իրականում շատ հաճելի էր։ Ես ուզում եմ, որպեսզի միշտ այսպես այսքան կենսուրախ եւ ձեր ժպիտը հետաքրքիր ուժ ունի, իր շուրջը տարածող այդ երջանկության զգացողությունը, հա։ Շատ ուրախ եմ, որ դուք այս ասպարեզում եք։ Ուզում եմ շատ լինեն երեխաները, շատերը օգտվեն Լիանայի այս շուրջը լինելու այդ հաճույքից։ Շնորհակալ եմ Լիանա։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան։ Սիրելի հետևորդներ, իրականում մարդիկ կան, ասում են, որ մասնագիտությունն ու մարդը ժամանակի ընթացքում միահյուսվում են, բայց մարդիկ կան, որոնց կողքը լինելուց ինչ որ դրական մի բան փոփոխություն քո մեջ զգում ես։ Այսքան լարված, այսքան պատասխանատու Միևնույն ժամանակ այսքան լուսավոր ու կենսուրախ միշտ ամեն ինչ հասցնող այսպիսի հետաքրքիր կնոջ հետ էինք այսօր զրուցում ու ես շատ ուրախ եմ, որ նա նաև Lily School House-ի հիմնադիր տնօրենն է, մի տեղ, որտեղ որ 0-ից 13 տարեկան երեխաները կարող են իրականում իրենց օրն անցկացնել, կարող են իրենց այս տարիքն անցկացնել եւ որոնք որ հետո իրենց հիշողության մեջ լինելու են որպես ոսկե երջանիկ օրեր, երբ իրենց մեջ դրվեց այդ կարևոր հմտությունը, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Գիտեք, ամեն անգամ, երբ մենք մտածում ենք, որ ինչ որ բան մեզ համար հասանելի չէ, կամ արդեն ուշ է, կամ մենք չենք կարող, մենք կարող ենք այսպիսի հետաքրքիր ու տարբերվող կանանց ուղակի լսել, հա, տարբեր ասպարեզների ու հասկանալ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե մենք կարողանում ենք իրականում որոշումներ կայացնել։ Տիեզերքը իրականում կօգնի, որպեսզի ձեր երազանքներն ու նպատակները կատարվեն։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Նովոթեին ուլտրա, աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։